Ողջույն։ Հայաստանում քաղաքացիների քննարկման հիմնական թեման արդեն առաջիկա ընտրություններն են։ Ինչ կլինի, եթե։ Շատ եմ հանդիպում տեսակետներին, որ եթե ԿՊ-ն վերընտրվի, ամեն ինչ ավելի է վատանալու։ Մեկ այլ կարծիք էլ այն է, որ ինչքան վատ բան կարող էր տեղի ունենալ, արդեն եղել է, էլ ինչ պիտի լինի, որ։ Նրանց պատասխանում եմ, որ Ժորժ ջան, դեռ այնքան բան կարող է լինել։ Վստահ եմ, եթե 2018 թվականին կամ 2020 թվականի հենց այս օրերին հարցնեին, թե ամենավատ բանը, ինչ կարող է տեղի ունենալ մեզ հետ, երևակայությունը չէր հերիքի նկարագրելու այն, ինչի միջով անցել ենք ու որտեղ գտնվում ենք հիմա, բայց եղավ։ 2021 թվականի գարնանը Նիկոլին ընտրողների մի մասն ասում էր պարտվել ենք, Արցախի մեծ մասը հանձնել ենք, էլ դրանից վատ, ինչ պետք է լինի։ Ասում էինք, Նիկոլի թուլությանը հանկարծ չկասկածեք, այնքան վատ բաներ դեռ կարող են լինել։ Ու իրականում 2020 թվականի պարտությունից հետո մինչ այս պահը տեղի ունեցածը շատ ավելի վատն էր։ 2020 թվականին մենք համարում էինք, որ մեր ամենաանդառնալի կորուստը զոհերն են, իսկ այսօր հիմա հարցնում են, սրանից վատ, էլ ինչ կարող է լինել։ Պատկերացրեք, որ դրանից վատն էլ կա ու սպասում է Նիկոլի վերընտրվելուն։ Սա ոչ թե վերլուծություն է, այլ ակնհայտը, տեսանելի բոլորիդ։ 2022 թվականի սեպտեմբերի բախումներից հետո մի շարք գյուղեր դատարկվեցին։ Ասացին ժամանակավոր է, Շորժայի, Վայոց ձորի այդ սահմանապահ շրջանների գյուղերում կրկին վերադառնալու են մարդիկ ապրեն։ Վերադարձել են։ Չէ, Ժողովուրդ ջան։ Իսկ սահմանամերձ գյուղերին սպառնում է դատարկում, եթե Նիկոլը նորից ընտրվի։ Ու խոսքը միայն անվտանգային խնդիրը չէ։ Այս մարդիկ փակել են բազմաթիվ դպրոցներ ու պլանի տակ են շատ դպրոցներ։ Սրանք գյուղերի դպրոցները փակում են ու մի քանի գյուղի համար մեկ դպրոց են սարքում։ Կամ եղածը պատրաստում են մի քանի գյուղի աշակերտներ ընդունելու։ Մարդիկ լքում են գյուղը երեխաների կրթության համար։ Աշոցքում գյուղ էին ցույց տալիս օրերս, որ 60 տնից մնացել է ընդամենը 20-ը։ Շորժայում նույն իրավիճակն է, սպառնում է դատարկում, իսկ դատարկված սահմանամերձ գյուղը վաղ թե ուշ հանձնման ենթակա է։ Ամեն մեկը ձեզ հարց տվեք, ձեզ վրա այս 7-8 տարին ինչպես է անդրադարձել։ Ձեր անձնական կյանքում ինչ է եղել, ինչ է փոխվել, ձեր շրջապատում ինչից եք օգտվել, դեպի լավ ինչն է փոխվել։ Անցնող տարիներին մենք տեսել ենք հայոց լեզվի, պատմության վրա գրող, եկեղեցու վրա գրող, վերընտրվելու դեպքում վստահ եմ ձևականությունների մեջ չեն էլ ընկնի, գուցե արգել են ու վերջ։ Սա եկեղեցու վրա գրոհում է, իսկ մզկիթ մտնում է ակնածանքով։ Այս տարիներին տեսել ենք գաղտնալսումներ, տեսել ենք շանտաժներ, ուժայինների հաբռգացություն, գործեր կարել մարդկանց վրա, քաղբանտարկյալներ բազմաթիվ, քախալացյալներ հարյուրավոր, նոր թափով է ավելանալու։ Ցանկացած հարցման ժամանակ հանդիպում ենք մարդկանց, որ վախենում են խոսել, ասում են խոսենք կբռնեն։ Իմացեք, որ դա բազմապատկվելու է, ասելու է ժողովուրդը ինձ տվել է բռնապետության մանդատ։ Նիկոլի իշխանության 7.5 տարում հանցագործությունները շատացել են 20,000-ով, դարձել են 40,000։ Հաջորդ 5 տարում դառնալու են երևի 60-70,000։ Նրան մանդատ տալով կտակ հանցագործությունները բազմապատկելու մանդատ նաև։ Սրանց ընտրվելու դեպքում սպասում է պետական պարտքի կրկնապատկում, այսինքն եթե նախորդ 5 տարիներին ամեն տարի վերցել են $1 միլիարդ, հիմա 15 միլիարդը գուցե դառնա 30 միլիարդ։ Պարտք են վերցնելու ու պարգևատրվեն արդեն կրկնակի, թե հիմա մեկ ամսում 9 միլիոն դրամ են պարգևատրվել նախարարները, հաջորդ տարիներին սպասեք 20-30 միլիոն դրամ պարգևատրման։ Այդ բոլորի վտանգը կա, երևում է սրանց կառավարումից, այս տարիներից, որ մենք տեսել ենք։ Եթե սրանք վերընտրվեն, գործարարները, փոքր ու միջին բիզնեսը վտանգվելու է վստահաբար։ Այս ընթացքում ինչքան շատացրեց բիզնեսի հարկերը, նաև հարկ ու տուրք ժողովրդի վրա կթանկանա, չտեսնված ու չլսված բաների համար արդեն հարկեր կգանձեն։ Արել են, տեսել ենք, ով էր տեսել քառակուսի մետրով աղբը հաշվեն, աղբի վճարը։ Ժորժ ջան, բայց մեզ դեռ շատ ավելի վատ բաներ են սպասվում վախենամ, քան ես թվարկեցի։ Այս մարդը 5 տարում կատարել է թշնամու լիքը նախապայմաններ։ Ինչ եք կարծում,
Դրանք այդ նախապայմանները ավարտվել են։ Արդեն վստահ ենք, չէ՞ որ Ալիևը ինչ ասել է, սա արել է։ Վերջին արածը Մինսկի խմբի լուծարումն է, նաև այն, որ ադրբեջանցիները անարգել անցնելու են Թրամփի ուղի կոչվող այդ միջանցքով։ Հաջորդը սահմանադրության փոփոխությունն է, Ադրբեջանի հակով ու ցանկությամբ արդեն խոստացել են կատարել այդ փոփոխությունները։ Մյուսը Տիգրանաշենի ու այլ գյուղերի հանձնումն է, թշնամու օկուպացիան Հայաստանում մեծանալու է։ Մեր տարածքում ադրբեջանական ու թուրքական միջանցք է լինելու։ Ասում են խաղաղություն ենք բերելու, կամ արդեն խաղաղություն է։ Իսկ ինչ է զիջելու, որ խաղաղություն լինի եւս մի ամիս, հետո եւս մի ամիս ու ամեն ամիս։ Իսկ ինչ է լինելու հետո, երբ այլևս չլինի զիջելու բան։ Այս ինչը, որ թվարկեցի, ընդամենը չնչին մասն է, ինչ մեզ սպասում է, շատ փոքր մասը, բայց ամենավտանգավորի մասին չխոսեցի, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ծրագրի իրականացում։ Նախ կգան մի քանի 100,000, ասում են 300,000 ադրբեջանցի։ Խորհրդային Միության տարիներին Հայաստանի մի շարք բնակավայրերում ապրել են ադրբեջանցիներ, այն նրանց ծերուններին Ադրբեջանը ցանկանում է բերել Հայաստան բնակեցնելու։ Գալու են ու ասեն, այ այն տները, որտեղ դուք հիմա ապրում եք, ադրբեջանցիներ են ապրել, դուրս եկեք։ Սա նշանակում է նաև, որ վաղը մյուս օրը նրանք նաև ունենալու են ընտրելու եւ ընտրվելու իրավունք, մասնակցելու են թիմ ընտրություններին, օրինակ, ունենալու են քաղաքապետ, գյուղապետ, իրենց դեպուտատի տեխնացուն են ունենալու, 300,000 ադրբեջանցու ձայնով շուրջ 25-30 ադրբեջանական 25-30 հոգանոց ադրբեջանական խմբակցություն կարող է ձևավորվել խորհրդարանում։ Էլ չեմ խոսում իրենց դպրոցների մասին, ոստիկանների մասին, մզկիթների մասին։ Սա Նիկոլի իշխանության նոր նվերն է լինելու, եթե վերընտրվեն։ Ժորժան, երբ նայում ենք, թե վերջին տարիներին ինչեր ենք կորցրել, հասկանալի է դառնում հետագա կորուստները, այդ թվում պետականության վրա այս մեծ վտանգը։ Մենք դուրս չենք գալու պարտվածի հոգեբանությունից, մեզ դա անընդհատ հետապնդելու է։ Կարճ ասած, Ժորժան, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում սպասում է ել ավելի լկտիացում թե ՔՊ-ի, թե Հայաստանի թշնամիների։ Նրանց վերընտրվելը ամբողջ աշխարհին ցույց է տալու մեր որպես պետություն եւ ազգ իմունիտետի սպառ կորստի մասին։ Եթե որևէ մեկը մտածի, թե չափազանցնում ենք, թող հիշի ինչ է եղել մինչ այս։ Հայաստանի ընտրություններին սպասում են ներսում բոլորը՝ բիզնեսմենը, ուսանողը, թոշակառուն, զինվորը, ուսուցիչը, սպասում է եւ մեր թշնամին, սպասում են եւ մեր բարեկամները, որ դեռ մնացել են։ Վերընտրվեցին այս իշխանությունները, մյուս ընտրություններին արդեն վախենամ կազմակերպվի ուղիղ Թուրքիան։ Թե հիմա սատարում է Փաշինյանին, հաջորդը ինքն է կազմակերպելու եւ անցկացնելու։ Մենք հիմա քննարկում ենք իրականում շատ զարմանալի բան, ինչ կլինի, եթե թուրքական շահը շարունակի վերընտրվել գերակայել Հայաստանում։ Սա զավեշտալի է։ Մեր երկրում 8 տարի է թուրքական շահն է ու տեսնում ենք ուր ենք հասել։